Պարոն Մելքոնյան, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ ուժեր հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է սեպտեմբերյան նոր անխուսափելի պատերազմ։ Ըստ ձեզ, որոնք են այդ ուժերը եւ այդ ուժերը կարող են քաղաքացիական պայմանագրի վերընտրվելուց հետո էլ նման սցենարի գնել։ Այդ ուժերը կարելի ասել է նոր ուժերն են, ռուսամետ ուժերն են, որոնք չեն ցանկանում այս երկրում խաղաղություն լինի։ Բայց մենք գնում ենք խաղաղության, մենք ասում ենք, որ գնում ենք խաղաղության եւ ասենք օգոստոսի 8-ին արդեն նախաստորագրվել է պայմանագիրը եւ նմանատիպ ուժերը իրենց արած հայտարարություններով բերում են նրան, որ պատերազմի հավանական սկսումը կարող է լինել։ Այն դեպքում, որ մենք աղգին ջանքեր ենք թափել եւ մի արդեն տվյալ ուժերը միտումնավոր այնպես են անում, որ ասենք այդ խաղաղությունը չկայանը։ Ես ոնց էսենց նայում եմ, մենակ մի պետություն կա, որ ասենք իրան ձեռնտուչի խաղաղություն լինի մեր երկրում, դա Ռուսաստանն է, որ անընդհատ ուզում է մի բան անել, որպեսզի Ադրբեջանը նորից հարցակվի, ինչ-որ մի բան անի, դա իրանց ցանկությունն է, որը իրանց 5-րդ Շարասյան միջոցով էստեղ գնում են դրան, ամեն ինչ անում են, որ գնան դրան։ Տպավորություն է, որ Մոսկվան առաջիկա ընտրություններին մի քանի ճակատով է հանդես գալիս Հայաստանում, Սամվել Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյանի Նոյան-Տապան, ըստ ձեզ ում վրա է հիմնական խաղադրույքը եւ արդյոք վերջում ունենալու են միասնական թեկնածու, իրենք թե ոչ։ Դուք կաթողիկոսին մոռացաք ուղղակի։ Կաթողիկոսը ամենա ակտիվներից է, որ ասենք սատարում է Ռուսաստանին, այդ բոլոր ուժերը նույն ուժերն են, որոնք նոր ես առաջ ասեցի, որ ուզում են մի բան, որ Հայաստանը անկախ չլինի։ Իրանք ուզում են, որ Հայաստանը լինի Ռուսաստանի մի գավառ եւ իրենք դառնան գավառապետ, ոնց պետք է արդեն Ռուսաստանի ազդեցության տակ ապրեն, թալանեն, կոտորեն, այս ամեն ինչը ձեռագիրը մենք տեսել ենք արդեն անցած 30 տարիներին, թե ոնց է տեղի ունեցել։ Ու գիտեք ամենահետաքրքիրն է, որ առաջնորդներից մեկը գալիս է պայքարի կոռուպցիայի դեմ։ Ասում է, այսի կոռուպցիան վերացնենք, արմատախիլ կանենք, երբ որ իր ամբողջ ունեցվածքը արդեն դատախազությունը համարել է, որ մոտ 200 միլիոնի թալան է արել, որ պետք է վերադարձնի։ Եվ դրա համար ոչ առաջնորդները, տվյալ առաջնորդները որ կան, այդ առաջնորդները այդ իրանց ունեցվածքը, որպեսզի չարգրավի, իրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանը անկախ չլինի, լինի ռուսական պետության տակ։ Նաև տեսեք մի հատ էսենց բան ասեմ, այդ առաջնորդներից մեկը, որը համարում է բարեգործություններ անում Հայաստանում, մեր ժողովրդին ցույց է տալիս, թե տնտեսությունը ոնց պետք է վերակառուցենք, ինչպիսի բան պետք է անենք, իր արած գործով, այդ տնտեսությունը զարգացնելու, ժողովրդին հարստացնելու, ես երկու բան ասեմ ձեզ, օրինակ ցիրկի շենքը, կրկեսի շենքը, իրենք կառուցեցին մոտ 15 տարում։ Եթե մի հատ կրկեսի շենք է կառուցում 15 տարում, բան մնացած տնտեսությունը քանի տարում պետք է ասենք կառուցեն, որպեսզի 300,000 աշխատատեղ ունենանք։ Այդ հարցն է ինձ անհանգստացնում, հետո երկրորդ հարցը, որը կազմում է հեծերին, որոնք նորից հեծերը իրանք են շահագործել այսքան ժամանակ, երբ որ հեծերը իրենք ընդունեցին, իմ կարծիքով 1 կիլովատ հոսանք արժեր 25 դրամ։ Այն դեպքում, որ մենք ատոմակայան ունենք, մենք շատ հեկեր ունենք, մեր ամբողջ լեռնային գոտիները սարքեցին հեկեր։ Հիմի այդքան բանից հետո
Հոսանքը դարավ 54 դրամ, 45-ից 54 դրամ։ Երբ որ մեր կողքի պետությունը հոսանք է ներմուծում, ասենք Վրաստանում 28-30 դրամ է հոսանքը։ Բաքվում էլի 30 դրամի չի հասնում։ Այսինքն ոնց հասկանանք, էլի որ իրանք էցեւի տնտեսագետ են, տնտեսվարող են եւ երբ որ հոսանքը իրանք արդեն բան արեցին, սեփականաշնորհեցին, հոսանքը 25 դրամ էր։ Հիմա հոսանքը դարել է 54 դրամ։ Երբ որ ատոմակայան ունենք, որ մեր կողքի հանրապետությունները չունեն, Վրաստանը իր հարևաններից հոսանք է ներկրում։ Այնտեղ հոսանքը մոտ 30-ին մոտիկ է։ Ոնց հասկանանք, որ մեր ինչի հաշվին այսպես թանկացավ էլի հոսանքները։ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իդեմս Լևոն Զուրաբյանի ունենալով վարչապետի թեկնածու վերջին շրջանում զբաղված է Սամվել Կարապետյանի քաղաքական PR-ով եւ նաեւ կոչ է արել ընդդիմությանը կոնսոլիդացվել հենց նրա շուրջ։ Ինչպես եք վերաբերում այս կոչին եւ ինչու է Տեր-Պետրոսյանը ընտրել հենց օլիգարխին, նախկինում էլ Ծառուկյանին էր ընտրել եւ նման առաջարկ արել։ Ինքը անձնական խանդ ունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որովհետեւ այն ինչ որ ինքը ծրագրել էր, ինքը չկարողացավ անել, բայց Նիկոլ Փաշինյանը արեց։ Կա այդ ներքին ես համարում եմ, որ այդ խանդի հողի վրա է ամեն ինչ կատարվում։ Դրա համար ինքը միշտ ուզում է, որ Փաշինյանը չլինի։ Բոլորին համախմբում ցանկանում է համախմբել, մենակ որ Փաշինյանը չլինի երկրի ղեկավար։ Բայց Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը ասենք ինչեր է կատարում երկրի համար։ Առաջերտին, որ վերացրեց կոռուպցիան վերացրեց, ոչ թե 100%-ով վերացրեց, կարամ ասեմ, որ մոտ 90%-ի սահմաններում վերացվել է։ Կոռուպցիան ոչ մի երկրում չի կարա վերանալ, ուղղակի կարա տոկոսային հարաբերությամբ շատ լինի կամ քիչ լինի։ Մեր մոտ մենք հիմա հասկանում ենք, տեսնում ենք, որ կոռուպցիան մեր մոտ քիչ է, բայց վերջացած չի։ Բոլորս տեսնում ենք մեր երկիրը թևակողում է դեպի բարգավաճում։ Դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, թոշակառուների թոշակի բարձրացում եւ գյուղատնտեսության հետ կապնված ծրագրեր, ամենտեղ առաջխաղացում կա, ամենտեղ մարդիկ իրենց արդեն մաշկի վրա զգում են փոփոխությունները, դրա համար կա նաև խանդ եւ նախանձ, որ իրենց մոտ չի ստացվել, Փաշինյանի մոտ ստացվել է, իրանք ամեն ինչ անում են, որպեսզի վարկաբեկեն նամանավանդ որ հիմի ընտրություններն են արդեն սկսել, արշավը սկսել, արդեն ամեն մեկը ինչ որ մի բան է հիշում ու սկսում է բանել, պայքարել յուրովի, բայց հիմնական պայքարը Ռուսաստանի պայքարն է, որ համախմբում Ռուսաստանի 5-րդ Շարասյան մոտ։ Եվ նաև խոսանք Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին, նա վերջերս հայտարարեց, որ 2018 թվականի հենց սկզբի օրերից պայքարում է այս իշխանության դեմ եւ չի հանգստանալու, մինչեւ ձեզ չհեռացնի իշխանությունից։ Ըստ ձեզ այդ չի հանգստանալը ինչ դրսևորումներով ի հայտ կգա։ Դա չի հանգստանալու, որովհետեւ ինքը 200 միլիոն փող պետք է մուծի մեր բյուջե եւ մնացածներ, երբ որ կայտնաբերեն են մնացածներ, դրա համար ինքը ամեն ինչ անելու է, որ այդ գումարները չմուծի, ամեն ինչ անելու է, որպեսզի գա իշխանության։ Իշխանության գալու համար էլ իրան պետք են ուժեր, իր դաշնակիցները, ասենք դաշնակներն են իր հիմնական հենարանը, որոնք վարկաբեկված են ժողովրդի կողմից, իրանք նույնիսկ եթե մենակով կնան դաշնակները չեն կարող մտնեն պարլամենտ։ Դրա համար
իրանք դաշինք են կնքում Ռոբերտ Քոչարյանի եւ մնացած իրենց նման կուսակցությունների հետ, որպեսզի պարլամենտ մտնեն, ազգային ժողով մտնեն կներեք, բայց ինձ թվում է չի ստացվի, որտեղ մեր ժողովուրդը շատ իմաստուն է եւ ժողովուրդը տեսնում է երկրի առաջընթացը, օրինակ դեպի Եվրոպա, թե դեպի Ռուսաստան։ Մենք Ռուսաստանին տեսել ենք, դարերով տեսել ենք եւ Ռուսաստանի հպատակն ենք եղել, հիմի էլ Ռուսաստանը իրենց համարում է մեզ որպես հպատակ ազգ։ Ու ցանկանում է, որ այստեղ բերի իշխանություն, նախկին իշխանավորները բերի իշխանություն, որպեսզի մենք մնանք իր համար ֆորպոստ, այտենց յոլա տանի, էլի մեզ էսենց ասած, բայց արդեն ուշացել է ինքը մի քիչ, որովհետև մենք արդեն տեսնում ենք այն երկրներին, որոնց հետ մենք մեր Հայաստանը կերազեր որևէ մի պետության հետ ինչ որ հանդիպում ունենար անձամբ մեր ղեկավարները շփվեին այդ պետության հայրերի հետ, առաջի դեմքերի հետ, չկար այդպես բան։ Պետք է Ռուսաստանը մեզ թույլ տար, որպեսզի մենք մի պետության հետ շփվեինք, կամ էլ կասեր, գիտես ինչ, ես ձեր փոխարեն ես կհանդիպեմ, ձեր հարցերը կլուծեմ։ Հիմի մենք արդեն դարել ենք, մեր երկիրը դարել է իր հարց լուծողը, որը ցավացնում է պարոն Լավրովին, ինքը անընդհատ իր Զախարովայի հետ անընդհատ ամեն օր քշեր ցերեկ մեր մասին են մտածում։ Մեր մասին են մտածում, թե Եվրոպան արդեն բան անում, հեսա կործանելու է, Եվրոպան կործանելու է։ Թողեք մեզնից հեռու գնացեք։ Մենք գիտենք, թե որ երկիրն է մեզ կործանում, որը չի կործանում։ Եվ նաև Սամվել Կարապետյանի մի հայտարարության մասին խոսենք, նա եւ ինքը եւ Ռոբերտ Քոչարյանը անընդհատ խոսում են ուժեղ լինելու մասին, Սամվել Կարապետյանը արհեստական բանականության միջոցով տնային կալանքում գտնվելով ինչ որ ուղերձներ է հղում եւ ասում է, որ խաղաղություն ձեռք չի բերվում թուլությամբ, այլ ամրագրվում է ուժով։ Վերջերս էլ տեղեկացանք, որ Ադրբեջանին մարտական ԱԹՍ-ներ մատակարարած իսրայելցի մի գեներալ Սամվել Կարապետյանի թիմից է։ Այսպես են, հա, ուժեղ խաղաղություն ձեռք բերում։ Դե ուժեղ իրանք ասում են, տղա բերելով են ասում ուժեղ էլի, ասենք իրանք անձամբ ուժեղ չեն։ Իրանք անձամբ ուժեղ չեն։ Ուժեղը այս իշխանություններն են։ Ուժեղը Նիկոլ Փաշինյանն է, որ մենակով կարողանում է պայքարել երկրի անկախության համար։ Ինքը երկիրը ուզում է անկախ տենա ու գնում է դրան անկախության։ Իսկ իրանք ուզում են երկիրը տանեն դեպի Բելարուսիա, Ռուսաստան։ Իրանց ամբողջ նպատակը Բելարուսիա, Ռուսաստանն է։ Երբ որ մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք ունենք արդեն ռազմավարական պայմանագրեր, իրենք համարում են այդ պայմանագիրը խափուսի, գոթի մեջ, այսպես բաներ են տարածում էլի։ Իսկ Թրիփուղին որ կա, իրանք համարում են, որ խաղաղությունը մենակ դրանով չի կայանում։ Իրանք նաև վերում են, ասում են երաշխավորներ պետք է լինեն։ Երաշխավորներ ով է, Ռուսաստան եւ Չինաստան։ Ռուսաստանն էլ 4-5 տարի առաջ։ Չէ, ամենը ինչ 4-93 թվին Ղարաբաղը հանձնեց, հələ սրանք հույսը կապել են Ռուսաստանի վրա, էլի։ Ռուսաստանը մեզ չի սիրում, չի ընդունում որպես պետություն։ Ինքը համարում է մեզի մանրադրան, որ ցանկացած տեղ կարա բան անի։ Վերջինը Արցախը վերցեց, նվիրեց Ադրբեջանին։ Երբ որ ինքը մաներ համաձայնագիր ստորագրել, ինքը երաշխավորն էր համ Արցախի, համ էլ արցախցու երաշխավորներ։ Եվ այդ երաշխավորը տեսանք ինչ է անում, ինչ արեց մեր գլխին։ 100 տարի առաջ այդ նույն երաշխավորը էլի Արարատ լեռը իր ամբողջ տարածքով նվիրաբերեց բանին, թուրքերին։ Այս այդ երաշխավորն է, երբ որ պետք է որևէ մեկին ինչ որ տարածքապետ, ինքը գալիս կանգնում, ասում է դու գործ չունեք, ես շատ փափուկ ձևով գանձնեմ։ Ու փափուկ ձևով այսպես կամած մեր տարածքները մարադրամի նման հանձնել է։
ու ինքը դրա մեջ շահել է։ Ինքը շահեր է ունեցել դրա մեջ։ Իսկ հիմա ես մարդիկ ասում են, չէ, ինքը մենակ պետք է երաշխավորը լինի։ Այդ երաշխավորն էլ արդեն ցույց է տվել ինքը ինչ ծավի երաշխավոր է։ Դրա համար ամենաճիշտը մեր ժողովուրդը պետք է կողմնորոշվի իրան ինչա պետք մեր ժողովրդին։ Ստրկացում է պետք, թե ազատություն է պետք։ Հիմա մեր եվրոպական պետությունները, որոնք մեր հետ համաձայնագրեր ունեն, դրանք բոլորը հավասարի նման են մեզ ընդունում։ Իսկ այստեղից մի հատ մայրաբաջի կա, մայրաբաջին այնտեղից գոռում ավերեն։ Մենք մեր երկրի համար ինչ գործողություններ կատարում ենք, ինչ պայմանագրեր կատարում ենք, անպայման իրանք պետք է արձագանքեն։ Ու մտածում են մեր մասին, որ դու վնասվելու ես, հեսա ալնելու։ Դրա համար շատ են մտահոգ մեր մասին, հիմի մեր ամբողջ ընդդիմությանը ուզում են միացնեն, միասնական բանի, Գյումրիի տարբերակով են ուզում աշխատեն, բայց արդեն մեր ժողովուրդը տեսել է այդ Գյումրին, Գյումրի տարբերակն էլ է տեսել, Գյումրի այսօրն էլ տեսավ, թե այդ միացումը ինչ արեց, ինչ եղավ Գյումրիում։ Դրա համար մեր ժողովուրդը խելոք է ու ես կարծում եմ, որ իրանք սխալվելու իրավունք չունեն եւ չեն էլ սխալվի։ Ընտրությունների կգնան, իրանց ապագան պետք է ընտրեն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։